Որ տարիքից է երեխային անհրաժեշտ ռեժիմը։ Երեխայի ռեժիմը պետք է սկսվի ծննդյան պահից, բայց սկզբում դա կլինի քնի և արթուն լինելու ճկուն ռիթմ։ Եվ արդեն 10 ամսականից հետո կարելի է սկսել ռեժիմի ներդրումը, այսինքն հստակ սահմանել արթնանալու և քնելու ժամերը։ Մինչ 10-12 ամսականը, քանի որ երեխան ունի բազմաթիվ ցերեկային քուն, և դրանք բոլորն էլ տարբեր տևողություն ունեն, ինչպես նաև անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ, երբեմն մեկ ցերեկային քնի բաց թողում, երբեմն քնի և արթուն մնալու նորմերի փոփոխություն, ռեժիմը հստակ սահմանելը դժվար կլինի և երեխայի համար ֆիզիոլոգիապես ոչ ճիշտ։ Բայց կարևոր է հասկանալ, թե մոտավորապես երբ է երեխան արթնանում, ինչ արթուն մնալու միջակայքերն են հարմար ձեր փոքրիկին, քանի ցերեկային քուն ունի և դրանք մոտավորապես ինչ տևողություն ունեն, երբ է սկսվում երեխայի գիշերային քունը։ Սա որոշակի կանխատեսելիություն կտա օրվա ընթացքում, ինչը մենք անվանում ենք օրվա ռիթմ։ Այս կանխատեսելիության առկայությունը երեխայի նյարդային համակարգին ապահովում է լիարժեք աշխատանք առանց գերօգնածության, որպեսզի օրգանիզմը բավարար ռեսուրս ունենա լիարժեք զարգացման համար։ Ընդհանրապես ընդունված կարծիքին հակառակ, գոյություն չունեն տարիքային համընդհանուր ռեժիմներ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր երեխայի։ Յուրաքանչյուր փոքրիկ յուրահատուկ է և ունի իր առանձնահատկությունները։ Եվ բացարձակապես յուրաքանչյուր երեխա ունի քնի և արթուն մնալու իր անհատական նորմը։ Եթե ձեր երեխայի համար հարմար ռեժիմը ճիշտ է կազմակերպված, ապա նա չի ունենա հետևյալ խնդիրները՝ երկարատև քնեցումներ, ավելի քան 20 րոպե, քնեցումներ բողոքներով և հիստերիաներով, գիշերային շրջագայություններ, այսինքն գիշերվա ընթացքում արթուն լինելու դրվագներ, վաղ արթնանալ մինչև 6 առավոտյան, կարճ ցերեկային քուն, որը չի երկարացվում, ցերեկային քուն, որը պահանջում է բազմակի երկարացում, անհանգիստ և մակերեսային քուն։ Եվ եթե ձեզ մոտ առկա է վերը նշված խնդիրներից գոնե մեկը, ապա այն հեշտությամբ կարելի է լուծել ռեժիմի ուղղման միջոցով։